Հարգելի գործընկերներ, ըստ էության ուսումնասիրության արդյունքում ձևավորվել է նաև որոշակի երկու խումբ, կարելի ասել, դա մեթոդական եւ բովանդակային առաջարկություններն են եւ համառոտ կերպով կփորձեմ ձեզ նրանք ներկայացնեմ, սկսեմ մեթոդական առաջարկներից, ուրեմն ազդեցության չափման ցուցանիշների բացակայություն հանրային ծառայությունների որակի գնահատման կոնտեքստում եւ այստեղ արձանագրվել է վերստուգից ցուցանիշները չեն ներառում մասնակցության ծավալ եւ բարելավման տոկոս եւ որպես առաջարկ ներկայացվում է սահմանել նվազագույն մասնակցության շեմ հարցումների ներկայացչական ավելի ներկայացչական լինելու համար մյուս ոլորտը կադրային քաղաքականություն արդյունքների չափման բացթողումներին է վերաբերում եւ այստեղ արձանագրվել է որ չկան ցուցանիշներ կանանց ներգրավման արշավների ազդեցության վերաբերյալ եւ այստեղ առաջարկվում է ներառել կանանց դիմումների թվի աճի եւ ընդունված կանանց տոկոսային ցուցանիշներ, իրականացնել արշավներում ընդգրկված մարդկանց թվի եւ ազդեցության գնահատում նաեւ Մյուսը վերլուծությունների բովանդակային պահանջների անորոշությանն է վերաբերում եւ այստեղ նշվում է, որ ոչ բոլոր վերստուգից ցուցանիշներն են նախատեսում վերլուծությունների, լուծումների առաջարկներ պարունակելու պահանջ, այստեղ առաջարկվում է պարտադիր դարձնել վերլուծությունների մեջ խնդիրների լուծման կոնկրետ առաջարկությունների ներառումը եւ առնվազն 3 պետության միջազգային փորձի ուսումնասիրությունը Ինչ վերաբերում է վերապատրաստումների, գիտելիքների գնահատման չափորոշիչների անհամապատասխանությանը, ապա այստեղ նշեմ, որ որոշ դեպքերում պահանջվում է 80% իմացություն, իսկ որոշ դեպքերում չկա նման պահանջ եւ առաջարկվում է ստանդարտացնել վերապատրաստումների արդյունավետության գնահատման չափորոշիչները բոլոր գործողությունների համար Իրազեկման նյութերի տարածման եւ ազդեցության մոնիտորինգի բացակայության առումով չկան պահանջներ իրազեկման նյութերին ծանոթացած մարդկանց թվի վերաբերյալ եւ այստեղ առաջարկվում է ներառել պարտադիր ցուցանիշներ յուրաքանչյուր իրազեկման նյութին ծանոթացած անձանց թվի եւ ներգրավվածության մակարդակի մասին, սահմանել թիրախային լսարանի հասանելիության տոկոսային ցուցանիշներ, ներդնել սոցիալական մեդիայի ներգրավվածության չափորոշիչներ, դիտումներ, կիսումներ, մեկնաբանություններ, այսպես որպես գործիքակազմ, իրականացնել իրազեկվածության մակարդակի նախնական եւ հետագա հարցումներ, փոփոխությունները չափելու նպատակով մոնիտորինգի ենթարկել դիմումների եւ հայտերի թվի փոփոխությունները որպես արշավների արդյունավետության ցուցանիշ Ինչ վերաբերում է հանրային քննարկումների արդյունքների չափման ուրեմն անհետավորականությանը, ապա որոշ դեպքերում պահանջվում է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների առաջարկությունների ընդունման տոկոս, որոշ դեպքերում ոչ, եւ այստեղ առաջարկվում է ստանդարտացնել հանրային քննարկումների արդյունավետության գնահատման ցուցանիշները, պարտադիր դարձնելով ԿԿ-ների առաջարկների ընդունման տոկոսի հաշվարկը իրականացնել մասնակիցների բավարարվածության գնահատական եւ քննարկումների արձանագրությունների հրապարակում, սահմանել չափելի ցուցանիշներ քննարկումների ազդեցության գնահատման համար, ոչ միայն այլ քանակական, այլև որակական առումով Եվ վերջի մեթոդական առաջարկը վերաբերում է աուդիտի եւ գնահատման մեթոդաբանության պահանջների բացակայությանը եւ այստեղ առաջարկվում է սահմանել աուդիտի եւ գնահատման պարտադիր բաղադրիչներ, օրինակ մեթոդաբանություն, չափորոշիչներ եւ ցուցանիշներ Ձեր թույլտվությամբ ներկայացնեմ նաեւ մի խումբ բովանդակային առաջարկություններ ըստ ուղղությունների Սկսեմ ուղղություն 2-ից, որը վերաբերում է մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը եւ բարեվարկության ամրապնդմանը եւ այս առումով նշեմ գործողություն 2-ի շրջանակներում մշակել եւ ներդնել ոստիկանության համակարգում որակյալ կադրերի ներգրավման հավաքագրման պլան, որը բացառի կոռուպցիոն ռիսկերը եւ երաշխավորի բաց, թափանցիկ եւ մրցակցային գործընթացները
գործընթաց, ներառյալ բարեվարկության ստուգման, հմտությունների գնահատման եւ հանրային վստահության տեսանկյունից հստակ չափորոշիչների կիրառումը։ Առանձին առաջարկ վերաբերում է ՆԳՆ իրավաբանական վարչությունում, որպեսզի ապահովի իրավասու մասնագետների ներգրավումը երաշխավորելու համար, որ ՆԳՆ շահերը դատարաններում ներկայացնող անձինք մասնագետները կարողանան լիարժեք եւ մասնագիտական հմտությամբ արձագանքել դատավորների եւ կողմերի հարցերին, բացառելով նիստերի անարդյունավետությունը եւ հետաձգումները։ Ինչպես նաև առաջարկում է սահմանել ընթացակարգ, ըստ որի աշխատանքից սեփական նախաձեռնությամբ ազատված աշխատողների հետ կանցկացվեն ելքային հարցազրույցներ, պարզելու համար, թե որն է ազատման դրդապատճառները եւ արձանագրելու հնարավոր համակարգային խնդիրները, որոնք գուցե հանգեցրել են նաև աշխատանքի ազատմանը կամ անառողջ մթնոլորտ են ստեղծում համապատասխան ուրեմն ստորաբաժանումում։ Գործողություն 3.1 արագացնել կատարողականի գնահատման հայեցակարգի գործնական ներդրումը, ապահովելով դրա ներառումը համապատասխան զեկույցներում եւ կարգավորող ակտերում։ Դրա ներքո ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում ներդնել ծառայողների աշխատանքի շարունակական ներքին մոնիտորինգի մեխանիզմ, ստեղծելով կառուցվածքային եւ բովանդակային կապ իրական կատարողականի, գնահատման արդյունքների եւ առաջխաղացման մակարդակի փոփոխության միջև։ Ներդնել նաև կառուցվածքային լուծումներ, որոնք կապահովեն ծառայողների մասնակցային ներգրավվածությունը, պարբերաբար քննարկելով բարեփոխումների ընթացքը, արձանագրելով խնդիրները ու վերհաներով լուծումներ, օրինակ ներառական եւ դինամիկ կառավարման համար։ Ինչ վերաբերում է գործողություն 5.1-ին, մշակել եւ ընդունել ոստիկանության բարեվարկության ամրապնդման համապարփակ ռազմավարություն եւ դրա իրականացման գործողությունների ծրագիր հստակ ժամկետներով եւ պատասխանատուներով։ Մշակել ծառայողների բարեվարկության ռիսկերի գնահատման մեթոդաբանություն հիմնված միջազգային լավագույն փորձի վրա եւ հարմարեցված մեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգային առանձնահատկություններին։ Մշակել ծառայողների բարեվարկության ռիսկերի գնահատման մեթոդաբանություն, որը հիմնված կլինի միջազգային լավագույն փորձի վրա եւ հարմարեցված կլինի մեր առանձնահատկություններին։ Սահմանել ռիսկերի գնահատման պարբերականություն եւ իրականացման ընթացակարգ, ներառյալ արդյունքների վերլուծության եւ օգտագործման մեխանիզմներ։ Մշակել եւ հրապարակել ոստիկանության համակարգի բարեվարկության վերաբերյալ տարեկան հաշվետվություններ, ներառելով բարեվարկության ռիսկերի գնահատման արդյունքները, ապահովել բարեվարկության դեպքերի վերաբերյալ տեղեկատվության պարզ եւ մատչելի ներկայացում հանրությանը, իրականացնել հանրային կարծիքի պարբերական ուսումնասիրություններ ոստիկանության բարեվարկության ընկալման կոնտեքստում։ Գործողություն 5.2 այստեղ առաջարկվում է ներդնել ոստիկանության ղեկավար եւ ոչ ղեկավար պաշտոններում նշանակվելու համար բարեվարկության պարտադիր ստուգման մեխանիզմներ, մշակել եւ ներդնել բոլոր մակարդակների ծառայողների համար ընթացիկ բարեվարկության ստուգման ընթացակարգեր։ Ինչ վերաբերում է գործողություն 5.3-ին, ապա առաջարկվում է վերանայել ոստիկանության կարգապահական կանոնագիրք օրենքի նախագիծը, ներառելով բարեվարկության հստակ սկզբունքներ եւ ստուգման մեխանիզմներ, ներառել ՔԿ-ների ներկայացուցիչներին էթիկայի հանձնաժողովներում, ապահովելով հանրային վերահսկողության բալանսավորված կազմ եւ հավելյալ անկախության երաշխիքներ։ Առաջարկվում է ներգրավել առնվազն 3 անդամ։ Սահմանել
հանձնաժողովի անդամների պաշտոնավարման հստակ ժամկետներ, ենթադրեք 3-ից 5 տարի ժամկետով, ներառել անդամների լիազորությունների դադարեցման սպառիչ եւ հստակ հիմքեր, սահմանել անդամներին ներկայացվող մասնագիտական եւ անձնական բնույթի պահանջներ, ներառյալ բարեվարկության ստուգման մեխանիզմներ, նախատեսել էթիկայի հանձնաժողովի գործունեության կարգի ընդունման պահանջ, օրենքով սահմանելով դրան նվազագույն բովանդակությունը, նախատեսել տարեկան հաշվետվությունների հրապարակման պահանջ, ներառելով վիճակագրական տվյալներ, ներդնել էթիկայի եւ հաղորդակցման պարտադիր վերապատրաստման ծրագրեր ոստիկանության բոլոր ծառայողների համար, շեշտադրելով ոչ միայն ներքին կարգապահությունը, այլև քաղաքացի ոստիկան փոխհարաբերությունների բարձր որակի ապահովումը։ Ծրագրերը պետք է հիմնված լինեն միջազգային լավագույն փորձի վրա։ Պետք է ստեղծել եւ գործարկել ծառայողական հաղորդակցության մշտադիտարկման ու վերահսկողության մեխանիզմներ, ապահովելու նման վարքագծի դեպքերի արձագանքումը ներքին ծառայողական քննությունների կամ կարգապահական միջոցառումների իրականացման միջոցով, հաստատել վարքականոնի խախտումների վերաբերյալ հանրային արձագանքման մեխանիզմներ, օրինակ քաղաքացիական վերահսկողության մարմնի միջոցով անանուն հաղորդումների հնարավորություն, ոստիկանության ծառայողի ոչ պատշաճ խոսելաձևի կամ վարքի դեպքերում, պաշտոնական հաղորդակցման մշակույթի եւ էթիկական վարքագծի ցուցանիշները ներառել ծառայողների գնահատման համակարգում, կապելով դրանք ինչպես պարգևատրման, այնպես էլ պատասխանատվության գործիքակազմին, ներդնել ոստիկանությունում կենտրոնացված եւ վերլուծական հիմք ունեցող բարեվարկության, ռիսկերի կանխատեսման եւ վաղ արձագանքման թվային համակարգ, որը ունի իր մեջ կներառի տվյալներ կարգապահական խախտումների, հաղորդումների, հաղորդակցման ձախողումների, ծառայողական քննությունների եւ աշխատանքային միջավայրի լարվածությունների դեպքերի վերաբերյալ, հնարավորություն տալով վաղ փուլերում հայտնաբերել ռիսկային վարքագծի դրսևորում ունեցող ծառայողներին եւ իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ, ներառյալ վերապատրաստում, խորհրդատվություն կամ պայմանական վերահսկում։ Ինչ վերաբերում է ուղղություն 3-ին, որը վերաբերում է կրթական միջավայրի բարելավմանը, ոստիկանության կադրային պատրաստմանը եւ մասնագիտական զարգացմանը, ապա այստեղ առաջարկը վերաբերում է գործողություն 3-ին, այսինքն բազային կուրսի եւ պետական չափորոշիչների մշակման փուլում հատուկ ուշադրություն դարձնել ծառայողական գործառույթների համար անհրաժեշտ կիրառական հմտությունների ամրապնդմանը, ներառելով իրավակարգի պահպանման, արտակարգ իրավիճակների խոցելի խմբերի հետ աշխատանքի, հանրային հավաքների ընթացքում վարքագծի եւ քաղաքացիների հետ հաղորդակցության թեմաներով գործնական մոդուլներ։ Ուղղություն 4-ը վերաբերում է պարեկային ծառայության զարգացմանը, այն է որպես արտաքին ծառայության նոր եւ ժամանակակից մոդել է այն դիտարկվում, եւ այստեղ առաջարկը վերաբերում է գործողություն 2-ին, այն է հստակ ընդգծել վարչական վարույթի ընթացակարգերի, արձանագրությունների կազման ձևերի, փաստական տվյալների գրանցման եւ մարդու իրավունքների վերաբերյալ իրավական գիտելիքների ուղղությամբ շարունակական վերապատրաստման կարեւորությանը։ Առանձին բաղադրիչ պետք է ձևավորվի թեթև պատահարների փաստաթղթագրության եւ սխեմաների կազման հմտությունների համար, ապահովելով գործնական վերապատրաստում։ Վիճահարույց վարչական տույժերի մասով առաջարկվում է վերապատրաստման ծրագրում ներառել պատշաճ փաստագրման, տեղում իրազեկման եւ իրավաչափ կիրառման պահանջները, բացառելու քաղաքացիների իրավունքների հնարավոր խախտումները։
Ուրեմն ծրագրի ուղղություն 6-ը վերաբերում է քրեական ոստիկանության զարգացմանը, օպերատիվ աշխատանքի արդյունավետության բարձրացմանը եւ այստեղ երկու կարելի ասել առաջարկ կա, մեկը վերաբերում է գործողության 3-ին, դա ապահովել օպերատիվ հետախուզական գործողությունների փաստացի արդյունավետության նկատմամբ վերահսկողական մեխանիզմների ներդրմանը, ապահովելու գործառույթների ոչ միայն իրավական, այլ նաև գործնական պատշաճ իրականացում։ Եվ մյուս ուրեմն առաջարկը վերաբերում է գործողություն 4-ին եւ 5-ին ներդնել համատեղ ինտեգրացված էլեկտրոնային տեղեկատվական համակարգ, որը կգործի ոստիկանության բոլոր ստորաբաժանումներում, ապահովելով տվյալների համակարգված եւ արագ փոխանակում, բարելավել անձնակազմի մասնագիտական պատրաստվածությունը, համակարգի արդյունավետ օգտագործման եւ տեղեկատվության տրամադրման կարգերի ապահովման ուղղությամբ, մշակել եւ կիրառել տեղեկատվության փոխանակման միասնական կանոնակարգեր, գործընթացների թափանցիկությունն ու ժամանակին իրականացումը երաշխավորելու նպատակով, ինչպես նաեւ սահմանել վերահսկողական մեխանիզմներ ապահովելու համար, որ տեղեկատվության փոխանակման գործընթացը լինի շարունակական, ճշգրիտ եւ արդիական։ Ուրեմն ուղղություն 7-ը ծրագրի վերաբերում է համանքային ոստիկանությանը եւ այստեղ մի քանի գործողության հետ կապված նույնպես ձևավորվել են առաջարկներ, մասնավորապես գործողության 1-ի վերաբերյալ առաջարկվում է հստակեցնել ոչ բնորոշ գործառույթների դադարեցման շրջանակը, հստակեցնել եւ տարածել ընտանեկան բռնության գործառույթների վրա, գնահատելով արդյոք դրանք պետք է վերապահվեն միայն մասնագիտացված ստորաբաժանումներին, թե անհրաժեշտ է համայնքային ոստիկանների շրջանակում ներմուծել առանձին մասնագիտացված խմբեր կամ ապահովել խորացված վերապատրաստում եւ մասնագիտական ռեսուրսներ, ապահովել, որ ընտանեկան բռնության դեպքերի արձագանքման թեման դառնա վերապատրաստման պարտադիր բաղադրիչ, ներառելով հաղորդման, ընդունման, ընթացակարգերի ձևակերպման, տուժածի հետ աշխատանքի եւ միջամտության իրավական հիմքերի ուսուցում։ Եվ գործողության 2-ի հետ կապված առաջարկվում է արագացնել եւ ավարտել համայնքային ոստիկանության թվայնացման գնահատման գործընթացը, ներդրման գործընթացը, սահմանելով հստակ ժամկետներ, հրապարակել իրականացված բիզնես գործընթացների գնահատման արդյունքները եւ մեթոդաբանությունը, ապահովելով թափանցիկություն, լրամշակել տեխնիկական առաջադրանքը, ներառելով շահառուների ազդեցության գնահատում, թիրախային խմբերի կիրառելիության վերլուծություն եւ համակարգի ազդեցության գնահատում, թափանցիկության բարձրացման, հանրային վերահսկողության ամրապնդման եւ կոռուպցիոն ռիսկերի նվազեցման առումով։ Միջև համակարգի գործարկումը հստակեցնել համանքային ոստիկանների իրավական կարգավիճակը եւ լիազորությունների շրջանակը, վերացնելով ինստիտուտին չվերաբերող գործառույթները եւ բացառելով լիազորությունների գերազանցման հնարավորությունները, ներգրավել ՔՀԿ-ներին եւ այլ շահագրգիռ կողմերին համակարգի ներդրման եւ գործարկման փուլում, ապահովելով հանրային վերահսկողություն եւ հետադարձ կապ։ Ծրագրի 8-րդ ուղղությունը վերաբերվում է ոստիկանության զորքերի վերափոխմանը, ոստիկանության գվարդիայի ձևավորման գործընթացին։ Այստեղ նույնպես կա երկու խումբ առաջարկներ, մեկը վերաբերում է գործողության 2-ին, այսինքն հրապարակել ոստիկանության գվարդիայի թվականակի եւ նյութատեխնիկական հագեցվածության աուդիտի մեթոդաբանությունը, գնահատման չափանիշները եւ արդյունքները, փաստաթղթավորել եւ հրապարակել աուդիտի հիման վրա մշակված թվակազմի հաստատման որոշումը, հստակեցնել եւ առանձին ներկայացնել 2026 թվականի բյուջետային հայտը համաձայն գործողությունների ծրագրի պահանջի, ապահովել աուդիտի արդյունքների եւ բյուջետային հայտերի միջև հստակ կապը, ցույց տալով, թե ինչպես են աուդիտի գնահատումները վերածվել կոնկրետ ֆինանսական պահանջների։
Ինչ վերաբերում է գործողության 4-ին, ապա առաջարկվում է ապահովել վերապատրաստման կուրսի եւ նյութերի համապատասխանությունը միջազգային չափորոշիչներին, ներկայացնելով համապատասխան հաստատող փաստաթղթեր, սահմանել եւ պահպանել վերապատրաստման նվազագույն մեկամսյա տևողությամբ բոլոր դասընթացների համար, ներառել վերապատրաստման նյութերում հոգեբանական հմտությունների, դիմակայունության եւ սթրեսային իրավիճակներում կողմնորոշման թեմաները, ապահովելու համապարփակ պատրաստվածություն, մշակել եւ ներդնել վերապատրաստման արդյունավետության գնահատման մեխանիզմներ, չափելու ձեռք բերված գիտելիքների եւ հմտությունների կիրառելիությունը գործնական իրավիճակներում։ 9-րդ ուղղությունը վերաբերում է ուրեմն մարդու իրավունքների պաշտպանության զգայուն հարցերին եւ այստեղ գործողություն 1/4-ի հետ կապված առաջարկվում է հաջորդ փուլում տրանսպորտային միջոցների ձեռքբերման քաղաքականությունը ուղղել ոչ թե միայն փոխարինմանը, այլ նաեւ փաստացի կարիքների գնահատման հիման վրա ընդլայնմանը, հատկապես շրջաններում գործարկվող ստորաբաժանումների համար, ներդնել նաև ուղեկցող ոստիկանության անձնակազմի համալրման եւ վերապատրաստման ծրագիր, որը կապահովի դատական համակարգի անխափան աշխատանքը եւ կկանխի արդարադատության ընթացակարգերի խաթարումը։ Գործողություն 1.5-ի հետ առաջարկվում է թարգմանել իրավունքների մասին ծանուցումները, ինչպես գործընկերներս նշեցին, Հայաստանում գտնվող բնակվող ուրեմն ազգային փոքրամասնությունների, նաև լեզուներով, որը պահանջվում է Եվրոպայի խորհրդի համապատասխան ուրեմն խարտիան ազգային փոքրամասնությունների վերաբերյալ եւ ապահովել ոչ միայն իրավունք այլ նաև անձի կարգավիճակի ընթացակարգերի կալանքի իրավական հիմքերի վերաբերյալ ուրեմն տեղեկությունների, ուղեցույցների կամ տեղեկատվական թերթիկների տրամադրումը անձի կողմից հասկանալի լեզվով։ Իրավապահ մարմինների անձնակազմի համար ներդնել նվազագույն օտար լեզվի իմացության ուսուցման կամ թարգմանչական գործիքների, օրինակ թվային թարգմանչական հավելվածներ եւ այլն, կիրառման գործնական կարողությունների ապահովման մեխանիզմ, ամրապնդել թարգմանչի ներգրավման եւ թարգմանված փաստաթղթերի տրամադրման պահանջների գործնական կիրառումը, վարչական կարգով վերահսկողություն եւ պատժամիջոցներ կիրառելով դրանց խախտման դեպքում, ուղղակի սրանից դուրս, քանի որ խոսքը գնաց թարգմանիչների մասին, ասեմ, որ դա բավական լուրջ հիմնախնդիր է մեր մոտ, այդ թարգմանիչների ինստիտուտը, որովհետեւ որպես նաեւ գործող փաստաբանքրական գործերը, որը նաեւ տարերկրացիների հետ է աշխատում, շատ են լինում դժգոհությունները, թարգմանչական ծառայությունների որակի, անգամ ասենք եղել է դեպք, երբ որ ես ու դատավորն ենք, ասենք դատական նիստի ժամանակ թարգմանչին ուղղել, որտեղ ինքը ուղղակի սխալ էր թարգմանում, դա ասենք թե խոսքը գնում էր այն լեզուն, որ ես ու դատավորը տիրապետում ենք, բայց դեպքերի, երբ որ ես ու դատավորը կամ այլ փաստաբան դատավորը չի տիրապետում, Աստված գիտի, ասենք ինչ է թարգմանվում ոստիկանությունում կամ քննչական կոմիտեում կամ նիստերի ժամանակ, դա մի առանձին խնդիր է, որը շատ պես պատշաճ վերաբերմունքի կարիք ունի։ Գործողություն 1.6-ի շրջանակներում առաջարկվում է վերանայել վերապատրաստումների եւ մեթոդաբանության ծրագրեր ապահովելով Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման կոմիտեի չափանիշների ներառումը ի հավելումն ՄԱԿ-ի համապատասխան փաստաթղթերի եւ առաջարկ կա գործողություն 3.1-ի հետ կապված վերջնականացնել եւ ներդնել անձնական տվյալների պաշտպանության ուղեցույցը, ապահովելով դրա հասանելիությունն ու պարտադիր կիրառումը ոստիկանության բոլոր համապատասխան ստորաբաժանումներում, ուղեցույցում նախատեսել կարգավորումներ, որոնք հստակ
կփաստեն ցուցմունքների ընդունման օբյեկտիվ եւ ամբողջական արձանագրման պարտավորությունը, սահմանել վերահսկողական եւ կարգապահական ընթացակարգեր ապահովելու ուղեցույցի պահանջների պահպանումը եւ խախտումների արձանագրման հստակ մեխանիզմներ։ Նույն շրջանակում ապահովել ցուցմունքների փաստագրման գործընթացի խիստ վերահսկողությունը հնարավորության սահմաններում կիրառելով տեխնիկական եւ պրոցեդուրալ գործիքներ, այդ թվում աուդիո-վիդեո ձայնագրություն, որը կնպաստի անձնակազմի կողմնակալության նվազեցմանը եւ տեղեկատվության հստակության բարձրացմանը։ Անհրաժեշտության դեպքում դիտարկել նաեւ առկա մեխանիզմների կատարելագործման կամ հստակեցման հնարավորությունը, բարելավել ոստիկանների մասնագիտական պատրաստվածությունը, մասնավորապես ցուցմունքների ընդունման տեխնիկայի, մարդու իրավունքների պաշտպանության եւ իրավական նորմերի կիրառման առումով։ Ուղղություն 10-ը վերաբերում է բարեփոխումների իրականացման ներառականությանը, գործողությունների մշտադիտարկմանը եւ համակարգմանը։ Այստեղ ուրեմն առաջարկը վերաբերում է գործողություն 1-ին, մասնավորապես սահմանել խորհրդի գործունեության հստակ ընթացակարգ, օրինակ նիստերի պարբերականություն, որոշումների ընդունման մեխանիզմ, հաշվետվությունների քննարկման ձևաչափ, ինչպես որ նախատեսված է գործողությունների ծրագրում, լրացնել խորհրդում ՔԿ-ների ներկայացուցիչների կազմը, ապահովելով մրցույթի նոր փուլ չերաշխավորված տեղերի համար, ապահովել հաշվետվությունների հրապարակումը ՆԳՆ պաշտոնական կայքում, ինչպես նախատեսված է ռազմավարությամբ եւ գործողությունների ծրագրով, ներդնել համալիր գնահատման մեխանիզմ, որը թույլ կտա վերլուծել, թե օրենսդրական եւ ինստիտուցիոնալ բարեփոխումները գործնականում ինչ ազդեցություն են ունեցել համակարգի արդյունավետության, թափանցիկության եւ հանրային վստահության համար։ Գնահատումը պետք է իրականացվի ըստ ուղղության, համապատասխան հիմնախնդրի եւ նախանշված թիրախի, կիրառելով ազդեցության գնահատման միջազգային ճանաչված մոտեցումներ։ 11-րդ ուղղությունը վերաբերում է հանրային ընկալմանը եւ ռազմավարական հաղորդակցությանը։ Այստեղ մի քանի գործողության կան նվիրված առաջարկներ, մասնավորապես գործողություն 1-ի շրջանակներում առաջարկվում է հրապարակել ոստիկանության բարեփոխումների ռազմավարական հաղորդակցության ծրագիրը եւ դրա հաստատման հրամանը, մշակել եւ ներդնել հաղորդակցության արշավների ազդեցության գնահատման մեխանիզմներ, ներառելով մասնակցության ցուցանիշներ, իրազեկման մակարդակի չափումներ եւ հետադարձ կապի գործիքներ, փաստաթղթավորել եւ հրապարակել բարեփոխումների ընթացքի մասին իրազեկման նյութերը, ապահովելով դրանց ուղղակի կապը բարեփոխումների կոնկրետ քայլերի հետ, ներդնել հրապարակված նյութերի դիտումների, տարածման եւ ազդեցության մոնիտորինգի համակարգ, պարբերաբար գնահատելու հանրային ընկալման փոփոխությունները։ Գործողության 2-ի հետ կապված առաջարկվում է հրապարակել հանրային հարցումների իրականացման մեթոդաբանությունը եւ հարցաշարը, ապահովելով թափանցիկություն եւ հանրային վերահսկողություն, իրականացնել պարբերական հանրային հարցումներ, գնահատելու վստահության մակարդակը եւ ոստիկանության միջոցառումների ազդեցությունը, հրապարակել հարցումների արդյունքները եւ վերլուծությունները, ապահովելով տվյալների հասանելիությունը շահագրգիռ կողմերի համար։ Եվ գործողություն 3-ի առնչությամբ առաջարկվում է հրապարակել ՆԳՆ հանրային հաղորդակցության եւ իրազեկման վարչության տեխնիկական կարիքների ցանկը եւ դրա հիմնավորումները, ներկայացնել մշակված վերապատրաստման նյութերը եւ ապահովել դրանց կիրառումը անձնակազմի շրջանակում, հրապարակել ՆԳՆ հանրային հաղորդակցության ռազմավարությունը եւ դրա հաստատման հրամանը, մշակել եւ ներդնել ռազմավարության իրականացման մոնիտորինգի եւ գնահատման ցուցանիշներ ապահովելու արդյունավետության չափումը։ Եվ վերջի գործողությունը ուղղությունը դա 12-ն է, որը վերաբերում է ոստիկանության բարեփոխումների
նակներում միջազգային համագործակցությանը, այստեղ 3 գործողության հետ կապված կան առաջարկներ, գործողության մեկի հետ կապված առաջարկում է հրապարակել դոնորների համակարգման մատրիքսի լրամշակման բովանդակությունը, մեթոդաբանությունը եւ իրական ֆինանսավորման կարիքների գնահատման հիմքերը, ապահովել դոնորների համակարգման գործընթացի թափանցիկությունը, հրապարակելով առաջնահերթությունների հստակեցման չափանիշները եւ նոր մեկնարկած ծրագրերի ցանկը, մշակել եւ իրականացնել հանրային հաղորդակցության ռազմավարություն, բարեփոխումների արդյունքների եւ միջազգային համագործակցության ձեռքբերումների մասին հանրությանը պարբերաբար տեղեկացնելու համար։ Երկրորդ գործողության հետ կապված առաջարկում է ավարտվել միջազգային վարկանիշներում դիրքերի բարելավման առաջընթացի ուսումնասիրությունը եւ հրապարակել խնդիրները քարտեզագրող զեկույցը, հաստատել եւ հրապարակել կիսամյակային գործողությունների ծրագրերը, ապահովելով դրանց կապը Կովկասյան բարոմետրի թիրախային ցուցանիշների հետ, մշակել միջազգային վարկանիշների բարելավման ցուցանիշների մոնիտորինգի եւ գնահատման համակարգ, ներառելով հստակ ժամկետներ եւ պատասխանատուներ, հրապարակել ՄԱԿ-ի զարգացման գործընկերների հետ իրականացված գնահատման արդյունքները եւ անանուն հարցումների վերլուծությունը, եւ վերջի առաջարկները վերաբերում են գործողության 3-ին, այն է մշակել եւ իրականացնել ոստիկանության ծառայողների 100% իրազեկման ապահովման հատուկ ծրագիր, ներառելով թվանակային ցուցանիշներ, ժամանակացույց եւ տարածքային բաշխում, կազմակերպել բարեփոխումների ներկայացում միջազգային հեղինակավոր ֆորումներում, օրինակ, կոնֆերանսներ, գիտաժողովներ, վեհաժողովներ, փաստաթղթավորելով ներկայացումները եւ արձագանքները, ներդնել հետադարձ կապի եւ ազդեցության գնահատման մեխանիզմներ, չափելու իրազեկման արդյունավետությունը եւ հանրային վստահության վրա ազդեցությունը եւ հրապարակել միջազգային գործընկերների կողմից իրականացված վստահության գնահատման զեկույցները եւ դրանց արդյունքները։ Այսքանն էին առաջարկները մեթոդական եւ բովանդակային կտրվածքով, որ ուրեմն ուսումնասիրության արդյունքում ձևավորվել են եւ ներկայացվել են զեկույցում։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։